43 years, Glendale has been my home. My name is Ronnie Garibian. I'm honored to announce my candidacy for Glendale City Council. I grew up here. I went to Hoover High School. I built my business here for more than 34 years. I have helped thousands of Glendale homeowners and business owners with their financing needs. For over 20 years, I have served our community through local organization and city leadership. I am proud to serve as a city commissioner and spend 8 years on the CDBG committee, helping secure millions of dollars for the local nonprofits. I have also had the privilege to serving on the Glendale Police Foundation, supporting vital public safety programs, especially our K-9 unit. And now I'm ready to take Glendale to the next level. We must protect what makes this city strong: public safety, physical responsibility, and our core values. Our families deserve safer streets and safer neighborhoods. I will maintain Glendale high public safety standards and crack down on the reckless driving and speeding by using modern technology. We must also balance our city budget without raising taxes or utility rates. I will work to bring new revenue to Glendale through innovation, partnership, and smart planning. I will fight to subsidize alternative solutions to residents and businesses to help lower utility costs. I will also streamline building and safety approval to eliminate unnecessary delay. By partnering with responsible developers, we can create better, more affordable housing because affordability should not be out of reach. I love this city and I'm ready to serve it at the highest level. Join me and together let's build a safer, stronger, more affordable Glendale. Vote Ronnie Garibian for Glendale City Council. Բարեկամներ, Ոնի Ղարբյան Ռիստե Ֆայնանսինգ Գերչան կողմից այսօր արդեն փետրվար 8 2026 թվականն է։ Ունենք բավականին նորություններ, մանավանդ լուրերի մեջ, մամուլի մեջ նոր վախենալի լուրեր առաջացել, որ կուզեմ ձեր համար թարգմանեմ, որ ինչ է նշանակում, եւ շատ ավելի կարեւոր տեղեկություններ ունենք նամանավանդ նոր գնողների համար, եթե ծրագիր ունեք առնելու ձեր համար լավ ծրագիրներ կա կամ լավ տեղեկություններ կա, պետք է անպայման լսեք։ Անշուշտ նախքան ծրագիրը սկսելը տեսակ իմ հաղորդագրության այդ վիդեոն 2 վայրկյանով, որ ձեզի հիշեցնում եմ, որ ես Glendale քաղաքի քաղաքապետության խորհրդի անդամ, այսինքն City Council-ի իմ candidate-ին արդեն հայտարարել եմ Եվ շուտով ձեր հետ դա մասին ավելի մանրամաս կխոսանք մանավանդ Glendale-ի ապրողներին կամ եթե դուք չեք ապրում ձեր ծնողները, քույրերը, հարցերը, որ խանգարում է թանկությունը եւ այլն, դա մասին հետո կխոսենք։ Let's խոսանք մեր գործի մասին։ Mən նոր տեղեկություններից որ եկավ 2025-ի 4-րդ եռամսյակը, որ փակվեր է նոր մի ամիս առաջ, ուրեմն նկատի են առել որ metro area, այսինքն բուն խճճված populated քաղաքները, որ մոտ 230 քաղաքներ են բոլոր Միացյալ Նահանգներում, որ շատ լծված են ժողովուրդով, այսինքն բուն քաղաքներ են, ինչպես Los Angeles-ը, Fort Lauderdale, Florida-ում, Miami-ն եւ այլն, Pittsburgh եւ այլն։ Ուրեմն 230-ից մոտ 73%-ը, այսինքն 168 հատը Սնցուց են տվել, որ 2025-ի 4-րդ եռամսյակի փակման ժամանակ արժեքները բարձրացել է։ 73% բուն քաղաքների արժեքները բարձրացել է։ Ըտանից 5%-ը double digit-ը բարձրացել, այսինքն 10%-ից ավել, 2 դիջիտով է բարձրացել։ Սա ցույց է տալի, որ real estate-ը, երբ որ նայել են բոլոր 230 քաղաքից 73%-ը կամ 168 քաղաքները արժեքները բարձրացել է եւ տանից տես այս ուրեմն մեկ քիչ ուղղություն է տալի նորից որ այսի մի ամիս առաջվա լուրը տեղեկությունա որ արժեքները իջացում չենք տեսել եւ չենք տեսնում եւ անցնում ենք մանրամասի մեջ Բոլոր Միացյալ Նահանգների national median price-ը, որ եթե ամենը բախտատենք մեկ տեղ դնենք միջինը, 1.2% բոլոր Միացյալ Նահանգների միջին արժեքը բարձրացավ 1.2%, որ 415,000-ի հասավ, 414,900 Եվ էսի անցյալ տարի, այսինքն նախկին տարի 2024-ին 1.7% աճեր ունեցել, 2025-ին 1.2%, հիմա դա
մամուլը լուրերը ասում են, որ արժեքները իջեր են 5/10-րդի չափ, որտեղ 1.7-ի փոխարեն բարձրանա 1.2-ա բարձրացել։ Եվ ըստ ամասին ես դեզի 10 տարի առաջ ես օրինակը տվամ, որ մենք այդ շատ լավ հաճախորդ ունեինք, շատ ուժեղ, օտար ազգ էր, բայց շատ մոտիկ էր ինձ շատ էր վստահում, հրյա էր եւ շատ էր վստահում ինձ իր բոլոր ֆինանսները ես իմանում 90-ական թվականներին եւ այլն եւ այլն։ Սոմոր ինձ ասա որ ուրիշ պատճառներով սկսան խոսալ եւ անեկդոտ պատմավ ասա որ մոկի գալիս ասում է ես այս տարի պետք է $1 միլիոն փող աշխատեմ։ Մեկ տարի անցնում է, երկու ընկեր հանդիպում են իրար եւ ասում են ինչ է լավ $1 միլիոն աշխատար, ասում է վայ մի ասա, չէ, $500,000 էլ կորցրամ։ Ասում է «Մեկ $1 միլիոն փող աշխատիր, ինչպես $500,000 էլ կորցրար»։ Ասում է «Ես միայն $500,000 եմ աշխատել»։ Որտեղ $1 միլիոն չի աշխատել $500,000 շահե, հաշվում է որ $500,000 կորուստ ունեցել։ Սովենագիր ասում է որ արժեքները 5/10-րդի չափ իջավ։ Ոչ արժեքները 1.2% բարձրացավ, բայց որովհետև նախկին տարին 1.7% էր բարձրացել, ուրեմն 0.5% կորուստ ունեցավ։ Շատ պետք է զգուշ ելնեք այս թարգմանությունների մեջ։ Օրինակ 4 մասի բաժանելով Միացյալ Նահանգները, North East New York-ի կողմերը 514,000, որ 5.5% աճ ունեցել ընդհանուր այդ շրջանը, բոլոր շրջանի մասին է խոսքը։ Midwest, որ մեջտեղի մասն է այլու մոտարապես 4.3% աճ ունեցել։ South, որ Texas, Louisiana, այդ South մասն է 0.2% միայն աճ ունեցել, եւ West, որ Utah, Denver, Nevada, Arizona, California կամ մեջտեղում 1.2% իջեր արժեքները ընդհանուր որպես շրջան, ոչ թե նահանգ կամ քաղաք եւ այլն։ Անշուշտ տոկոսները բաներս կամ մեծ հաշիվներ ունեցել, բայց 10 հատ քաղաքները ամենից բարձր արժեքները բարձրացել է 2025-ին, որ ամեն մարդ սպասում է արժեքները իջնի։ Mobile, Alabama 13% աճ ունեցել։ Canton, Ohio 9% աճ ունեցել։ Մանրուքներ չեմ ասում 9.8% կամ 13.7% կլորակացնում եմ։ NASA, New York 9.6%, Montgomery, Alabama 9%, St. Louis, Illinois 9%։ Արժեքները բարձրացել է 9%, տեսնում եք։ Youngstown, Ohio 8%, Providence, Massachusetts 8%, Fort Wayne, Indiana 8%, Hartford, Connecticut 8%։ Այս քաղաքներում, նահանգներում բոլոր Միացյալ Նահանգներին 8%, 10%, 8% տարին աճ ունեցել։ Երբ որ ստեղում օրենքներ են գրում կենտրոնական բանկը, որ մեզ ամենից նայում է, մի հատ օրենք է գրում, բայց ստանք էլ տեսնում է, չի ասում որ Կալիֆոռնիան մեղք են, ընդանց օգնենք, բայց մյուս նահանգները կոնտրոլ անում, ամենն է տեսնում։ Հիմա ամենից 10 թանկ քաղաքները, the most expensive market, top 10 Միացյալ Նահանգներում, պատրաստ եք, սա պաշտոնական լուր են, հա։ San Jose, Santa Clara, California, San Jose մայր որտեղ է։ $1,920,000 իր միջին տան արժեքն է, այսօր San Jose-ում ուզես տուն առնես, 1,900,000-ից պակաս տուն չկա։ 2025-ին ոչ կորուստ է ունեցել, ոչ աճ է ունեցել, 0։ Anaheim, որ մեր նոր Glendale-ի police chief-ը, որ 2 տարի մեր հետ էր chief Sid-ը, Anaheim-ը իրան վարձավ շատ ավելի բարձր ռոճիկով եւ Glendale-ից գնաց։ Anaheim, Santa Ana, Irvine, Orange County, California, միջին տան արժեքը $1,396,000։
2025-ին Anaheim, Santa Ana, Irvine, Orange County-ին 2.7% աճ ունեցել։ Ոչ թե որպես county, դու county-ում Newport-ը կա եւ այլն։ Միայն այս երեք քաղաքը Anaheim, Santa Ana, Irvine-ը 2.7% արժեքները աճ ունեցել։ Ուր է արժեքի շնելը։ San Francisco, Oakland եւ San Francisco այդ երկուսը միջին տան արժեքը $1,305,000։ Այսի Միացյալ Նահանգների top 10 քաղաքները առաջին 3 հատը ձեզի ասել եմ San Jose, California, Anaheim, California, San Francisco, California։ California-ն վրևի 3 կետ տեղերն է գրավում։ San Francisco-ում արժեքները 8/10 իջերա մեկ տարվա մեջ, average 8/10, 1% չէ, 1-ից պակաս։ Վերջապես Կալիֆոռնիայից դուրս եկանք, 4-րդ տեղը գրավում է Honolulu, Hawaii։ Միջին արժեքն է $1,142,000։ Այսօր Hawaii-ում ավելի արժան է տունը, քան թե Anaheim Disneyland-ի մոտ։ Որի մենք ասում ենք Hawaii թանկ տեղ է, թանկ։ Guess what? Hawaii is cheaper, Honolulu-ն այս շուտ։ Hawaii Honolulu is cheaper than Anaheim, cheaper than San Francisco, cheaper than San Jose։ Բայց ընդհանուր Honolulu-ում 3.5% աճ ունեցել 2025-ում։ Ու 5-րդ տեղը guess what? San Diego, այո, San Diego, Carlsbad, California, միջին արժեքն է $994,000։ Եվ աճ ունեցել անցյալ տարի 9/10-ի չափ, այսինքն մոտարապես 1%։ Salinas, California, $995,000, 1.2% աճ ունեցել։ 7-րդ տեղը Los Angeles, Glendale, Glendale-ը մտեր այս զեկույցի մեջ, պաշտոնական զեկույցի մեջ Glendale-ը կա։ Los Angeles, Glendale, California, $939,700 եւ աճ ունեցել 2025-ին ամփոփող, ոչ բարձրացել է, ոչ իջել է։ Չմոռանանք այս զեկույցը Los Angeles, որ ասում է, խանգարում է Glendale-ին, թե Glendale-ը ջոկ էլի 993,939,000 չի էլի, շատ ավելի բարձր կլինի։ Glendale-ի average-ը 1,200,000 է, բայց որտեղ Los Angeles-ի այդ զեկույցը խառներ են, average-ը ցածաբերում։ Դե 900-ով որ դու գճարես Glendale։ Good luck։ Oxnard, Thousand Oaks եւ Ventura County, Oxnard and Gomera $939,000։ Այսի թե 8-րդ տեղն է գրավում։ Դեռ Կալիֆոռնիա ենք խոսում։ 1.8% աճ ունեցել Oxnard։ San Luis Obispo, Robles, California նորից $917,000, բայց San Luis Obispo-ում 1.1% կորուստ ունեցել 2025-ին, 1% իջեր արժեքները։ Nassau County, New York, վերջապես 10-րդ տեղը Կալիֆոռնիա չի, New York-ը $818,000, medium արժեքն է վերելում է 9% աճ ունեցել։ Ուրեմն ինչպես տեսնում եք հայրենագիտներ, Los Angeles-ը բոլոր միացյալ, Կալիֆոռնիա ներողություն, բոլոր Ամերիկայի Միացյալ Նահանգների top 10-ի 8 հատը Կալիֆոռնիայում է։ Թանկ տեղ ենք ապրում։ Եվ սա միայն տան արժեքի մասին ասամ, դեռ չեմ ասել property tax, utilities, insurance, gas money, ուտելիք, ճաշ, հագուստ տեղեն, ռեստորաններ, ճաշարաններ, այդպես մասին դեռ չեն խոսացել։ Անշուշտ հետո կմոտիկացնենք միայն Glendale-ի մասին խոսանք, որպես Glendale-ի խորհրդի անդամ, ինչ խնդիրներ կա, բայց խոսանք տուների մասին։ Վերնագիրներից մեկը կար շատ կարևոր էս վերջերս, որ ահագին հեռաձայներ եկավ mortgage delinquency, որ ժողովուրդը արդեն payment չեն տալի եւ foreclosure-ները սկսել է։ Ոչ։ What they actually mean, homeowners and buyers right now ինչ է նշանակում արդյոք 2008-ի crash-ի նման է նորից, crash-ը գալիս է 2008-ին, ոչ։ Կարևոր մի բան կա որ պիտի հասկանանք։ Սկսենք data-ով, information-ով, տեղեկություններով, ինչ data ունենք։ Late stage mortgage delinquency ինչ է նշանակում։ Նշանակում որ այն անձնավորությունները, որ 3 ամիս ուշացում ունեն,
3 ամիս, ոչ թե մի անգամ, ոչ թե մի ամիս, նրանք որ 3 ամիս ուշացում ունեն, նրանց թիվը 18% բարձրացավ։ Մեծ թիվ է։ Բայց երբ որ նայում ենք ընդհանուր ամենը մեկտեղ դենք որ մի ամիս է ուշացել, այն որ 2 ամիս է ուշացել եւ որ 3 ամիս է ուշացել։ Բոլորը ոչ թե միայն ընդանք որ 3 ամիս են ուշացել payment-ը։ Նույնիսկ որ մի ամիս էլ է։ Երբ որ այդ բոլորը միասին դնում ես մեկ փուլի մեջ, ասենք հիմա նայենք քանի տոկոսը ուշացել են իրաց mortgage payment-ի վրա։ Ընդհանուրը ամեն մարդ։ Եվ այդ թիվն է պատրաստ եք 0.2 նույնիսկ կես տոկոսը չի բոլոր mortgage-ինը։ Բոլոր ուշացումները all the increases միայն 0.2-ն է, որ 2008-ի crash-ը որ ելավ մինչև 2010, այդ թիվն էր կազմում 10%։ 10% ուշացում delinquency ունին բոլոր վարկերինը, որ հիմա միայն 0.2, նույնիսկ կես տոկոսն էլ չեն։ So էսի ինչ է նշանակում, foreclosure-ները սկսում են, ոչ, բայց signal-ը, լուր է տալիս, բայց չի։ So ինչու է սենց էլ է, ինչու է այս ուշացումները ելնում, ինչու է բարձրացում, սկսենք վարկերը որ տվել են, վատ վարկեր չեն, ռիսկի լոներ չեն, առանց եկամուտի թուղթի, առանցի down payment-ի negative լոները հիշում եք 2006-ի, 5-ի, 6-ի, 7-ի լոներով կան, այդ տեսակ վարկեր են տվել, ոչ, շատը full duck, նայեր են, ով ես, ինչ ես, qualify են արել, մեծամասնություններ fix տոկոս ունեն, adjustable-ներ չեն, negative լոներ չեն, so fix տոկոսներ են, և մեծամասնությունը կրեդիտները նորմալ, solid կրեդիտ ունեն, ոչ շուկու 580 կրեդիտով չեն տվել, և իրանք արդեն տոկոսները they're locked into the rate, որ քան թե այսօրվա մարքեթն է մեծամասնությունն էլ տոկոսները ավելի քիչ է, քան թե այսօրվա։ So pressure-ը այս ուշացումներ ունեն, վատ լոներից չի, սխալ լոներից չի, պարզապես գալիս է from affordability, այսինքն այս անձնավորությունները payment տալու դժվարություն ունեն, ոչ թե սխալ լոներ է տրվել, ոչ է, բայց ինչու այս affordability հարցերը։ Ուրեմն 2020-ին, որ COVID-ը ելավ, մինչև այսօր, առօրյա ամեն օրվա ծախսերը, ուտելիք, գազ, ամեն օրվա առօրյա ծախսերը 25% աճ ունեցել 2020-ից մինչև այսօր։ 25%։ Եվ ոչ թե Թրամփի թերիֆի պատճառով է։ Դա 1 տարի է։ 2020-ից եմ խոսում։ 4 տարի մինչև Թրամփը անցավ եւ հետո։ Արժեքները, տան արժեքները բոլոր Միացյալ Նահանգներում 54% աճ ունեցել։ 54%, այսինքն տունը, որ 500,000 կարժեր, հիմա 1 միլիոն կարժեր, տունը 1 միլիոն կարժեր, հիմա 2 միլիոն կարժեր, տունը 800,000 էր, հիմա 1 միլիոն 600,000։ 54% տան արժեքները բարձրացել է 2020-ից մինչև այսօր։ Ինշուրենսները ինչ այլ է, property tax-երը, utility-ն, կայծ ու ջուրը, դուք ձեր կայծ ու ջուրը գնացեք 2019-ը բախտատեք, իմ տունինս 2 անգամ նայել է, average-ը ես ամեն 2 ամիս պետք տալիս եմ $1,200, ամառները, որ տաք էր և այլն AC բան $1,400, հիմա ամեն 2 ամիս պետք իմես գալիս է $2,200, $2,400, 100% բարձրացել է, շնորհակալություն մեր այսօրվա Գլենդելի խորհրդի council անդամներին, որ ես եթալու եմ ստանք սարքել։ Maintenance, մատ ուզում ես AC սարքես, plumbing, electricity, ես ինչքան է բարձրացել ամեն ինչ, և եսի բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը։ So ճիշտ է, արժեքները ընդհանուր միջինի հետ գործ չունեն 400,000 բոլոր Միացյալ Նահանգների միջին, հետո խոսանք Լոս Անջելեսի մասին, և տոկոսները մոտ 6% է։ So այս combination-ը ինչ այլում է այսօրվա պայմաններով, այսօրվա գնողների համար, monthly payment-ները
շատ ավելի բարձր է, քան թե եկամուտները։ Նախքան որ COVID ելներ, parse typical average mortgage payment-ը եկամուտի 21%-ն էր կազմում, այսինքն թե ամիսը $10,000 եկամուտն է, միայն տոնից ծախսը $21,000 էր payment-ին հետ։ Հիմա պաշտոնական, եթե $2,100, այսինքն 10,000 եկամուտը $2,100 միայն payment-ը դեր։ Հիմա եթե $10,000 եկամուտ ունես, payment-ը դառնում է մոտ $3,000։ Դա մեծ տարբերություն է անում։ So ես ինչ պետք է լինի, որ էսի սարքվի, ասեմ ինչ պետք է լինի, որ էսի սարքվի։ Իրականության մեջ 3 հատ բան, գոնե մի հատ էս 3 հատից պետք է կատարվի, որ սարքվի։ Տոկոսները պետք է իջնի 2.6-ի, որ հիմա 6% են։ 2.6% պետք է իջնի։ Not gonna happen։ Եկամուտները 56% պետք է բարձրանա։ 50, այսինքն եթե այսօր դու $10,000 աշխատում ես, պետք է բարձրանա $15,000։ It's not gonna happen։ Տան արժեքները պետք է 35% կացած։ Ամենաս վատ օրը 10% է եկեցած։ None of this is gonna happen։ So ինչ եք անելու։ Եվ եթե որևէ մեկ էս 3-ից պատահի, it's not gonna happen overnight։ Տևելու է տարիներ, միջով էլի։ So ես ինչ եմ էզի ասում, որ ես ասում եմ, որ մարքեթը չի կոտրվե, չի փչացե, չի foreclosure-ել է, չի եսել է, չի ելել է։ Պարզապես էսա որ կա adjust արել է։ 5 տարի արդեն մենք էսի ունենք, նորություն այսօր չի պատահել։ So delinquency-ները, ուշացումները տարբերություն անում է, այո, բայց չէ պետք է care անեք կարևորություն տակ, որտեղ էս delinquency-ը որ հիմա ելեր է, մեծամասնությունը, ինչպես ասամ, housing cost-ն է բարձրացել, այսինքն insurance-ը իշխան է բարձրացել ամենինը։ Property tax-երը կամ maintenance-ը, նորոգությունը, շինարարությունը, roof ես ուզում փոխես, plumbing ես ուզում անես, AC ես ուզում փոխես, սա շատ ավելի flexibility-ն քիչոտ է։ Մնաք ու condominium ունեք, ձեր homeowners association-ը նայեք ինչքան էր, հիմա ինչքան է։ Եվ ինչու, որտեղ այդ կայծը, ջուրը, insurance-ը homeowners association-ի մեջ է մտնում։ So էսի արդյոք այս ուշացումները, որ հիմա խոսում ենք մասին, լսնելու է flood-ը ելնելու market-ը with foreclosures, not even close, բավական մոտիկ չենք։ So գնողների համար, ձեր համար հիմա շատ որպես buyers մանրամաս տեղեկություններ ունեն, որ ինչ պետք է անեք, ինչեր չպետք է անեք։ Կարևոր է housing cost-ն, որ ունեք, budgeting գնացեք ամենը ես հիմա ձեզի պետք է ասեմ, մանրամասը, որ ինչպես կարող եք որպես buyer այս հարցերը լուծեք, ձեր համար խնդիրները լուծեք, որ այս հեշտությամբ կարողանաք տուն առնեք եւ կարողանաք պահեք։ So այսօր ինչպես իմանում ենք affordability, այսինքն payment-ի problem-ը, տոկոսները ավելի բարձր են եւ ուզենք չուզենք տուները, բայց նայում ենք մարքեթում, local խոսանք, վաճառվում են։ Շուկայում տուն չի մնում։ Սխալների մասին չեմ ասում, նրանք որ սխալ արժեքներ են դրել, բայց եթե ճիշտ արժեքով է դրվում, նույնիսկ ճիշտը մեկ քիչ փուշելած, ելը վաճառում են։ So ինչա տարբերությունը այսօրվա գնողների համար ինչ տեսական, նրանք որ affordability problem ունեն, կամ էլ նրանք որ շատ ինքնավստահ իրանցից այդպես են տուն են առնում։ So այս տարբերությունը ինչի մեջ է, ծրագրման strategy, հաշվարկ, փորձառությամբ ձեր համար ծրագրենք ինչպես է ամեն մարդու համար։ So մեկ բան որ ժողովուրդը մինչև այսօր հաճախորդ ունեմ մինչև այսօր, որ երբ որ մենք տուն ենք տեսնում, սիրում ենք, ֆոկուսը արժեքի վրա է դնում։ 50,000 ավել, 100,000 պակաս, 50,000, 100,000 ավել, 20,000 պակաս, գրենք այսքան ավել, այսքան պակաս։ Ֆոկուսը չէ պետք է լինի purchase price-ի վրա է այսօրվա շուկայում։ Քո մոտեցումը, քո ֆոկուսը պետք է լինի
ամսական payment-ից վրա, your monthly payments, ոչ թե արժեքի վրա։ Շո արժեքով ուզենաս տուն առնես, լիստ արը 1,200,000, գնենք 1,225,000, գնենք 1,263,000։ Don't focus on the price. Եթե 1,200,000 լիստ արի, դες 1,300,000, ինչ այնելու payment-ը։ Payment-ից պետք է focus անես։ Որտեվ lifestyle-ը իրավական կարևոր չի how much you paid for it։ Ճիշտ մեքենայի նման։ Ես մեքենա լիս եք անում, do you care sticker price ինչա? You don't care։ Payment-ը ինչա։ No payment-ի իմանաս։ Mercedes-ը քշում, BMW-ը քշում, sticker price-ը ոչ չէ, օ, նայ, էնի 73442 դոլար մեքենա է քշում։ Ոչ։ Ասում են այն դա մարտենի ամիս $800 մեքենայի payment-ը տալի։ Կամ $1000 կամ $1500։ Ոչ ոք չի ասում G-Wagon-ը ինչքան է սարել, ասում ամիս $2500, $3500 payment-ը տալի։ Payment-ի վրա պետք է կենտրոնանաս, որտեղ lifestyle-ը քեզի doesn't care about։ Օրինակ ասեմ, diet-ի մասին, օրինակ, ինչ ուտես, թեթև ուտես, ինչպես ուտես, էս ուտես, ինչ ուտես, ինչ ուտես։ Սա այդ ընկերներից ես մոտերի կտերից տարիներ առաջ, անշուշտ վստահ եմ տեսնում եք ես 50 pound-ի հարեր եմ, առանցի ասեղի, առանցի սրսկելու պարզապես ուտելիքով, պարզապես ուտելիքով։ Ինչ եմ իսկը, խոսում եք ես diet-ի մասին եւ այլն, եւ ճիշտ էր ասում, մի բան ինձ ասում երբեք չեմ մոռանում, ասա Ռոնի, մեր համար diet-ը, մեր համար ինձ եւ իր մասին էր խոսում, diet-ը շատ դժվար պետք է լինի, որովհետեւ մեր lifestyle-ը, մեր կյանքի ապրուստի ձևը չի ներում ենք diet անենք։ Ժողով ենք այդում, ժողովներ, մարտեր, հանդեսներ, ձեռնարկներ, մանավանդ որ շատ ես զբաղված եմ մեր ազգային հարցերով, տարբեր միություններով, տարբեր ժողովրդի հետ եւ այդտեղում միշտ ժողով դժվար է ես չեմ ուտում։ So you have no choice. So lifestyle-ը դժվարացնում է ծրագրելը։ So բայների համար պետք է հարցում ելնի որ ինչ payment ավելի հանգիստ ես նույնիսկ եթե Աստված ոչ արած մի հատ դեպք պատահի նորեն այդ payment-ը կարողանաս մեջից դուրս գաս։ So դե տարբեր մտածելակերպ ընդհանրապես քան թե մտածես ասես մաքսիմումը ինչքան եմ կարող payment տամ։ Որտե մեկը կա ասում որ ես ամիս 5000 կարող եմ payment տամ։ Okay, թե 3 ամիս գործ չունենաս կամ 3 ամիս գործի չկարողանաս հետաս, այդ 5000-ները նորեն նորմալ է, կամ 5000-ները տալիս ես, բայց եթե roof-ը պետք է $20000 փոխես տանիքդ, $20000 savings ունես, so շատ կարևոր է, որ այդ հանգիստ ունենալը, քան թե ինչ կարող եմ վճարել։ So ընդհանրեն payment-ը քո եկամուտիդ փորձի 30%, 35% ավել չանցնես, որ տեղ ունենաս շունչ քաշելու, որը եւ նկատի առնելով այդ 30-35% ասում եմ, ինշուրենսը, շինարարությունը նորոգել է հինանում են, չէ։ So stress test the payment։ Որ եթե ես ինշուրենսս վաղը բարձրացավ, կարող եմ դեռ մեջից դուրս գամ։ Եթե գործից պետք է զրկվեմ 3 ամիս, կարող եմ դեռ payment-ը տամ։ So discipline-ը շատ ավելի կարևոր է, քան թե աշկերը կողմ պետք է տուն առնելու եւ ինչքան էջիներ ձեզ ասում եմ, մենք approve ենք արել, այդան մեկ քիչ ավել գրի, payment-ը պետք է ճիշտ իմանաս։ So ամենակարևորը այդ է։ Եվ անշուշտ այսօրվա պայմաններով մեծամասնությունը որ շփոթվում են այսօրվա մարքեթում, այդ seller credit-ն է որ ամեն շաբաթ ձեզի ասում եմ եւ հիշեցնում եմ եւ մեծամասնություն ուրիշ բրոքերներ իմ ծրագիրս նայելով լսում եմ եւ ինձ գալիս են ասում են ուրիշները որ ինչքան օգտակար է մելը եւ նույն ստրատեգին կարողանում են գործածել։ So շատ գնողներ այսօր ինչպես ասեմ նորեն մի քիչ առաջ հաջողորդներ ունենք որ ֆոկուսները այդ արժեքի վրա է։ Կա դերի 10000 մի քիչ ավել 20000 մի քիչ ավել արժեքի վրա են։ Քան թե կամ արժեքը իջացնի մի քիչ արժան գրենք, ավել պակաս գրենք։ Օրինակ մի տուն է 1,300,000 է լիստարը,
So գրենք 1,200,000 1,200,000 no 1,300,000 գրի ասենց $30,000 տուր տոկոսս իջացնի So այո seller credit-ը to buy down the rate or payment at affordable լինի շատ հազարներ դոլար ավելի քեզի շահավետ կլինի քան թե ասես $20,000 արժեքը բերես ցած So $20,000 ձեզի կրեդիտ տա կամ $30,000 կրեդիտ տա քան թե ասես 20 կամ 30,000 արժեքը բերցած երկինքից գետին payment-ի վրա ազդեցություն ունի որտեղ այդ 20-30,000 տալիս է որ տոկոսը բերեցած 4.5 կամ 5-ի վրա դնես հազարներ դոլար տարեկան savings դայնելու քան թե այդ անգամվա $20,000 իջացնի մանավանդ այսօրվա պայմաններով տոկոսները 6-երի շուրջն են անշուշտ մերը 5.5 է որ մենք հետո կանադառնանք California մանավանդ ստեղում որ արժեքները տեսակ average ինչա Չի 900,000-ից ավել է Glendale 1,200,000-ից բարձր է So California-ում մանավանդ եւ մանավանդ տուն քիչ կա քիչ տուն կա այնտեղերը որ անշուշտ ուզում ես ապրես այդան փամդել լիքն է բայց չեմ ասում սխալ տեղա փամդել սխալ մի հասկացեք բայց դրանք որ ավելի desirable neighborhood-ներ են որ San Fernando Valley, San Gabriel Valley, Orange County, Los Angeles եւ այլն պահանջը շատ է տուն քիչ կա լավ թաղամասերում լավ տուներ եւ այն seller-ները որ open to credit որ seller-ը նույնպես agent listing agent է seller-ի նախապես խոսա որ ախպերս արի այս տունը ինչքան ես ու ծախես 1 միլիոն արի list անենք 1,20,000 էլի ինչ կելի որ այդ բայերը գալիս է 20,000 կտանք իրան կամ առաջուց ասի այդ 1 միլիոնը բաց նկատի առ 20,000 էլ դեպի կետ անգամ 30,000 շուտ ծախվի, հեշտ ծախվի, բայերն էլ ուրախանա։ Սելերները որ շատ ավելի open են այդ idea-ին որ credit տան, պետք է ճունեն արժեքը գտրեն։ Որ ես ունեցել եմ ես վերջերս, ասա չէ, չեմ տա, ոչ չեմ տա։ Makes a big difference credit. So մեծ distress խնդիր չկա Los Angeles-ում, միայն negotiation flexibility. It was a շատ պին բռնես ամեն ինչը, տունը չի ծախվի, կամ բայերը, կամ սելերը։ Այն գնողները, որ հասկանում են այս բայները, structure, այս ձևը, և focus են անում միայն արժեքի վրա, չեն հասկանում, որ այս credit-ի հարցով ավելի լավ է, you miss so many opportunities, տուները գալիս է, ծախվում է, գալիս է, ծախվում է, focus ես անում արժեքի վրա, քան թե payment-ի վրա։ So Glendale, Burbank, La Cañada, շատ տուները, ասանք ավելի realistic արժեքներով են և strategy-ներ կա term-երի վրա կարողանում են շահավետել։ So այս բոլորը միասին նկատի առնելու պետք է ինչպես ասում են connect the dots իրար հետ affordability challenge, payment-ը մեծ հարց լուրջ է, delinquency-ները չունենք որ foreclosure-ները սկսելու է, բայց ծախսը insurance եւ այլն տանք utility բարձրացել է, բայց էսի մատ broken market չի։ This market-ը ոչ crash արել, ոչ կոտրվել է։ Պարզապես ճիշտ planning պետք է, ճիշտ ծրագրեր, ավելի խելացի ձևի ֆինանսավորում պետք է, որ դա ասեն մեր մասնագիտությունն է եւ ճիշտ budgeting-ը, ճիշտ payment-ը իմանաս ինչպես է։ So sustainable payment որ կարողանաս պահես, շատ ավելի խելացի ձևի seller-ի credit-ները օգտագործենք եւ այս վերջի կարող եմ ասեմ քանի հատ վարկերը որ փակել ենք purchase օգնել ենք մեր հայրենակիցներին բոլորը seller credit են ունեցել 20,000-ից ավել 20,000 30,000 եւ այլն եւ այլն եւ այլն ինչ է շատ ուրիշ լուրեր ունեմ բայց նախքան լուրերը անցնեմ ուզում եմ մենք նայենք տոկոսները market-ը listing-ները բայց նախքան էդի մենք կարճ խոսանք Glendale-ի council խորհրդի անդամ որ հունիսի ընտրություններն է ինչպես իմանում եք ես տեխնացու եմ 11 հատ տեխնացու կա մինչև հիմա կարող է շատանան կարող է ելնեն ավել բայց առաջ մեզ 11 տեխնացու կա բայց 3 հատ աթոռ կա 3 հատ աթոռ բացա
այդ թեկնածուների մեջ որ 11 հատ ենք, կարող եմ ասեմ մոտ 7 հատը հայ են, բայց դժբախտաբար 3 հատ աթոռ չկա, չեք կարող 7 հատ հայի էլ քվետակ, կարող եք միայն 3 հատին, եթե հայի, չեմ ասում հայի անպայման պետք է տակ, բայց անշուշտ կուզեմ մի հատը ինձի տակ քվեներից։ Մայիսին քվեի թղթիկները ձեր տուներում ուղարկելու են մայիս ամսվա առաջի շաբաթը, երբ որ ուղարկեն հետո նորից ձեր հետ խոսամ, խնդրում եմ այդ թղթատոմսերը ոչ ոքի մի հանձնեք, պահեք, կամ եթե ուզում եք հանձնեք անպայման իմ անունս գրեք եւ ստորագրեք եւ մի հանձնեք, մենք մեր գրասենյակը թիվը կարող եք հեռացանեք մեր գրասենյակը, մենք մեր ժողովրդին կուղարկենք, որ ձեզի օգտակար լինի։ Շատ բաներ կա քաղաքապետության համար խոսալու մասին, այս ծրագիրը չեմ ուզում դնեմ ըտա մասին միայն խոսալու համար, բայց ինչպես ասամ, օրինակ մի քիչ առաջ խոսում ենք utility-ին, կաստը, կայծը, ջուրը եւ այլն, ստանք ամեն տեղա բարձրացել, բոլոր Ամերիկայում է բարձրացել։ Անշուշտ քաղաքից քաղաք տարբերություններ կա։ Մեկ բախտավորություն որ ունենք, Glendale քաղաքը մենք ունենք մեր անձնական էլեկտրականությունը։ Դա համար ունենք Glendale Water and Power, որ ուրիշ տեղերը կամ Edison-ն կամ ուրիշ էլեկտրական ընկերություններն են, բայց Glendale-ը մենք մեր ունենք։ Եվ անշուշտ մեր ունենալը երկար պատմություն է, ինչպես է եւ ինչպես չի, դա կբացատրեմ, բայց դժբախտաբար վերջի 5-6 տարվա ընթացքին այս մեր Glendale-ի էլեկտրականության ուժը որ ունենք, պետք է նորոգվեր եւ իշխանները շատ extreme ասելով որ լավ չի, մաքուր եղանակ չի, մաքուր օդ չի, վտանգավոր է, ավելի լավ է դնենք արևի ճառագայթներով, սոլերներով եւ այլն։ 5 տարի ձգձգան, հետաձգան այս ծրագիրը։ Ինչպես մեկ քիչ առաջ դեզի բացատրեմ այդ թանկությունը, որ եկել է առաջ 54% տուների արժեքը, 25% ծախսերը եւ այլն, նույնը ամեն տեղ այլ է։ Այդ ծախսը, որ հիմա մեկ տարի առաջ արան էդի նորոգելով 3 անգամ ավել ծախսալին այո, պարզապես հետաձգելով 5 տարի։ Եվ ինչու հետաձգան, որովհետև իրենց անձնական պատճառներով եւ շահերով չի ուզում այս գործը անին եւ հետաձգվավ եւ 3 անգամ թանկ նայավ։ Այդ 3 անգամ թանկ նայելը այդ 5 հոգի որ նստած են ընդ իրանց կրպանից չի եթում։ Մեր կրպանից հայտու որպես Glendale ապրում ենք։ Բացի որ այդ կողմից թանկացավ, հետո ունենք ուրիշ անձնավորություններ, որ շատ green energy հասկացողության, որ այսի շինարարություն արել ենք, բայց միայն 14% ավել թող արտադրություն չունենա։ 100% արտադրությունը ասում են, որ շատ վատ է եղանակի համար, շնչառության համար, արեք 14%, այսինքն եթե այսօր կարող եմ 10 հատ տուն, օրինակ 1000 հատ տունի էլեկտրականություն տամ, միայն 10 տունի տամ։ Երբ որ արտադրությունը քիչանում է, ծախսը շատանում է, ուրեմն ով է վճարում։ Շատ սես խնդիրներ կա քաղաքապետության մեջ, որ ժողովրդին չեն բացատրել եւ չեն ասել, որ սենցի հարցեր կա։ Իմ գործը սա որ գամ ստեղ, ես օգնեմ այս հարցերը լուծենք եւ սարքենք։ Mən այն մարքեթը ինչպես փակվավ ուրբաթ օրը, հետո կշարունակեմ ուրիշ բաներ ունեմ ասելու եւ հետո տոկոսները հոյակապ իջել են մանավանդ refinance-ի համար։ Նայեք խնդրում։ Ուրեմն Dow Jones-ի 50,115, այո 50,000-ը անցավ շնորհավոր ուրբաթ օրը 1200 point բարձրացավ, անշուշտ 3 օրեր իջնում էր անցյալ շաբաթ ուրբաթ օրը, որովհետև շատերի չէ ահագին օգտագործան հետ առան, որ շահերը զգան։ S&P-ն 6932, 133 point եւ Nasdaq 23490 point։ Գերմանական DAX-ը 24720, 230 point բարձրացավ, անգլիական FTSE-ն 10369, 60 point բարձրացավ, Nikkei-ը 54453, 435 point բարձրացավ եւ Chinese Shanghai 4065 10 point իջավ։ Քարյուղը $63, սպասում են Պարսկաստանի հարցնային ինչա 17 սենտ բարձրացավ, ոսկին 5000 անցեր էր
Վերջի 3 օրը ահագին իջավ, բայց նորեն բարձրացավ 4977, $87 բարձրացավ, արծաթը $77 20 سنت, 55 سنت բարձրացավ, platinum-ը $2103։ Եվրոպական եվրո դոլարը արդեն քանի օր ուժեղանում է, $1.18 سنت դոլարը ուժեղացավ, եւ ներողություն անգլիական pound-ը $1.32 سنت, եւ բիթքոինը ինչքան էր իջե 65000-ը հասե ուրբաթ օրը 70000-ի հասավ, եթե հիշում եք 95000-ի էր հասե։ Հայաստանի դրամը ուժեղացավ $377։ 10 տարվա treasury որ 30 տարվա վարկերը անուղակի հետևում, ինչպես տեսնում մետամասնությունը անփոփոխա, մեջ ինչ-ինչ ուրբաթ օրը իջավ, եթե 24-ը 4.24, 4.20-ի իջավ մեկ շաբաթվա մեջ, բայց եթե դա 22, 23, 24 անփոփոխ այլ է, համար տոկոսներն էլ անփոփոխ են ելել։ Այո, հիմա տոկոսները հոյակապ են։ Refinance-ը ձեզ հիշացնեմ, այն օրը մատ հայնակիցը ուրբաթ օրեկա մոտես, եթե այսօր ամիսը $400-500, 400-350-ից բարձր քո monthly saving-ն է, անպայման refinance արա։ Այսինքն ինչ որ ունես եւ ինչ որ նորն է ելնելու, minimum $350 savings-ը անպայման refinance արա։ Նորեն իջավ մետալի հետո ելը ձեռնատու է։ Ինչպես հերաձանեք ես ձեզի կբացատրեմ, որտեղ տարբեր кейսեր է, երկար եմ բացատրել, բայց հերաձանեք նայեք ձեր savings-ը ինչքան է։ Եթե $350 minimum ձեր savings-ն է, կարժի refinance անեք այսօր, հետո եթե նորեն իջավ մյուս տարի, նորեն կարժի եւ կասեմ ինչու կարժի հերաձանելուց հետո։ Նայեք տոկոսները։ Ուրեմն refinance-ի տոկոսներն եմ ցույց տալի, եթե վարկը 300,000-ից 832,000-ի մեջտեղն է, եւ credit score 781-ից բարձր է եւ ունես գոնե 20% equity եւ house հողով տունը single family եւ մեջն ես բնակում, ելումա տոկոսը 5.5% 1 point-ով կամ 5.875 0 point-ով։ Եթե նույն պայմաններով, բայց 20 cash-out անես, գումար քաշես վրան, 30% եթե equity ունես, բայց նույն պայմանները credit-ին տունի տեսակ եւ այլն, տոկոսը կգնի 5.625։ Եթե բարձր credit card-եր ունես, այս բարձր credit card-եր payment-ը տալու համար կարող ես consolidate անես, cash-out անես եւ տոկոսը իջացնես։ Սա high balance, այսինքն եթե պարկը տա 732,000-ից մինչև $1,249,000, նորեն նույն պայմաններով ինչպես որ ասամ, բայց եթե equity տենի գոնե 40% մեջը կստանաս 5.5% refinance անես high balance-ի վրա կամ 5.8։ Սա profit and loss, այսինքն առանց tax return-ի, եթե self-employed եք, դուք ձեր գործ ունեք եւ կարող եք այս տոկոսը ստանալ 6.25% մինչև $2 միլիոն եւ 30% equity ունենաք։ Սա credit-ը եթե վատ է, 620 credit score ունես, կարող ենք cash out անենք մինչև տան արժեքի 80%-ը 5.375%-ով։ Հիմա նայենք purchase-ները տուն առնելու համար, սա first time home buyer-ի համար չի necessarily, բայց օրինակ եմ տվել, եթե $800,000 տուն առնեք եւ 5% կանխավճար դնեք, ձեր payment-ը կարող է տոկոսը կենի 5.625, անշուշտ 780 credit score ունենաս, owner occupied դենի մեջն ես բնակում, եւ payment-ը կենի $4,300, շուտ payment-ի մասին ենք խոսում։ Կարող եք ստանալ 3.625 առաջի տարին, որ $3,400, տարբերությունը $1,000 է։ Այս ծրագիրը ստանալու համար seller-ը պետք է $16,000 փող վճարի։ Մենք կարող ենք negotiate անենք ձեր համար այս seller-ից այս փողը վերցնենք։ Եթե մեր միջոցով տունը չեք առնում, խնդիր չկա, ասեք ձեր buyer, ձեր agent-ը ձեր համար այս negotiation-ը անի, մեզ հեռացանի, մենք ֆինանսավորումը ձեր համար կանենք այս տոկոսներով, թող agent-ը տունը գրի, խնդիր չկա։ Սա 3% կանխավճարով first time home buyer-ի համար նույն ձևի ստեղ։ Օրինակ ասենք, դուք առնում եք 809,000-ի տուն, 800,000-ի տուն, եւ 3% down payment եք դնում, վարկը տելում է $700,000, չեմ անում, $760,000, օրինակ։ Եվ եթե այս $760,000-ը ուզենաք 5.25-ը ստանաք, ձեզի նայելու է $14,000, որ այս 2 point-ն է։ Էլը դուք seller-ի հետ խոսակ, պարոն seller, ինձ $14,000 դուր, ես այդ 5.25-ը ստանամ, քանտի 5.75-ը որ 0 է։ So այս
այս $15,000 համար դու 5.75-ից կես տոկոս իջացնում ես 5.25-ի, payment-ից վրա $800, 8,000 պարկիտ վրա մեծ տարբերություն անում։ Նույնն է տարբերություն չի անի 20% կանխավճար ես դնում 5.75-ը կուզես թե 5.25-ը, բայց սելերից կարող ենք առնենք։ 20 տարվա ֆիքսը նույն ձևի կարող եք 20 տարվա refinance անեք, պետք է չունեք 30 տարվա անեք, եթե չէ զուտ տարիները կորցնես։ High balance-ը նույն ձևի, սո ներողություն, high balance-ը տեսեք տոկոսները 5.5 2 փոինթով 61։ Սո 5.5-ն է լավ դե 61-ը, եթե ասենք 1 միլիոն պարկը տա, այս 2 փոինթը $20,000։ Պարոն, $20,000 մեզի տվեք, մենք այս տոկոսը ստանանք։ Սո շատ ձևերը կա, եք շարակացնեմ, ուզում տուներն է ցույց տամ մեքանի հետ FHN-ներ ունենք, FHN-ները շոյակապ տոկոսներ են 5.1, 5.2, սո բավականին լավ են, սա FHA refinance-ներն են, ջամբոներ ունենք 6%-ով, այսի առանց tax return-ի profit and loss-ով, նույն ձևի է, այս 1%-ը տարբերություն չեն որ նայում, եք այս ծրագիրը գործածեք bank statement program, դեռ էսի կարող եք ավելի իջացնենք 2 point-ով, բայց դու սելերը վճարի ձեր համար 2 point-ով էլ կունենք, ես էլ հիլակ, Իմանում ժամանակը չի ներում, ուզում ամիջապես մեքանի հետ մեր լիստինգներն է ցույց տանք, եթե թույլատրի լիստինգները մենք նայենք մեքանի հետ ժամանակը կարճ։ Սկսելով այս տունը for list հանգայում, ներողություն, ես կարծես վիդեոն էլը չի գործում, նայենք վիդեոն գործում է չէ։ Հողով տունը լրիվ remodel-ած է 3 bedroom, այս կարծես slide-ը չի ելնում, էլավ։ 3 bedroom 2 bath bonus room էլ ունի, լրիվ remodel դա $4,600, մեծ բակ էլ ունի, բավականին պտուղից, այսինքն մեծ սենյակը gym դնեք, ամեն չունեք եւ հոյակա բակը party տալու համար եւ թանգայի լավ քաղաքն է թախամասում։ Սկսենք քանդոները արագ մեքանիզմային Burbank 1 bedroom 1 bath 630 square feet, առաջի անգամ first time, բայց էսի, մոռացամ էսի ասեմ, խնդրում եմ մի քերաձայնեք նախքան այս արժեքին չխաբվեք։ Այս տունի համար Burbank-ի քաղաքը ունի, պետք է qualified լինեք, հատուկ եկամուտի limitation ունի, որ քո եկամուտը ինչքանից ավել չի կարող լինի, եւ ինչքանից պակաս չի կարող լինի։ Եվ անպայման first time home buyer պետք է լինես, եւ այդ բարակում ձեզի qualify կանեն, եւ մտնում եք այդ խաղին մեջ որպես արժեքի bidding-ի ձևը, եթե qualified եք, այս արժեքը կբարձրանա եւ իրանք պետք է քեզի approve անեն համ qualification-ը։ So այս արժեքով չեք կարող թե offer գրեք։ Նույնը էսի։ Այս տուները որ տեսնում եք, էսի 2 bedroom 1 bath 893,000, այս արժեքը կբարձրանա, բայց պետք է qualified ելնեք։ Ձեր եկամուտը minimum maximum ունի, հեռացանեք ձեզ կբացատրենք full tax return-ով, first time home buyer-ով, love credit-ով, հետո կարող եք մտնել այդ խաղի մեջ, այդ իրան սիստեմի մեջ, եթե qualified ելաք, հետո կարող եք ստանալ այդ տուները, բայց ինչ արժեքով չենք իմամ կբարձրանա։ Բայց եթե նորմալ եք ուզում առնեք, Winnetka-ում նայեք, մեծ տեղ է նստելու, ինչ մաքուր է տունը, 2 ննջասենյակ 2 լվացարան, 1125 square feet, ամեն ինչի նոր, խոհանոցը նոր, $470 homeowners association-ը, $500,000 asking price։ Նորեն Winnetka 2 ննջասենյակ 3 լվացարան 1078 square feet տունի մեծությունն է, $500 homeowners association-ը, $500,000 asking price նորեն Winnetka-ում, շատ լավ քաղաքներ կան Glendale-ից դուրս, մանավանդ Winnetka, so մի նայեք միան Glendale-ում, շատ լավ քաղաքներ են եւ մետրո քաղաքներ են։ Նորեն Winnetka 3 ննջասենյակ ներողություն էսի ասից ամեն Winnetka ցույց տալի 1084 square feet $595 homeowner association-ը $500,000 asking price։ So լավ տուներ կան, լավ տեղերում, անպայման պետք է չի միայն Glendale-ում ելնի, կամ Burbank-ում, մի քիչ ցախ, մի քիչ աճ, մի քիչ հեռու, բայց հանգստության հետ պետք է նայես payment-ին, պետք է նայես եւ ինչքան շուտ առնես, այդքան շուտ կարող ես սկսես քո savings-ը եւ քո ատան արժեքի բարձրացումը։ Simi Valley 2 ննջասենյակ 3 լվացարան 1287 square feet $475 homeowners association-ը, նայեք $550,000 լավ արժեքներով լավ տուներ կան։
So պետք է չունես այդ 800-900 դրամ տուներ առնես, there are better ones out there, մանավանդ Homeowners Association-ը, ինչպես տեսնում եք, առաջ մեզ ցույց եմ տվել, առաջ մեզ լավ թիվերով այլ, այլ, ու մենք թանկերն էլ ունենք, բայց պետք է նայես ինչեր են տալի, ինչ հնարավորություններ։ Sherman Oaks 2.9 լվացարան 1296 square feet ունի մեծությունն եք շատ սիրուն այս Carradiel Ceiling-ը, խոհանոցը նոր ամեն ինչը very nicely done 1296 square feet մեծ բացումներ ունի $626 Homeowners Association-ը, $675,000 Washer Dryer Hookup Land-ներսնա, great for a first time buyer կամ first time զույգերի համար շատ հոյակապ է։ Glendale 2.3 լվացարան 1129 square feet ունի մեծությունն է, միայն $280 Homeowners Association-ը, this is a winner, $610 price per square feet, ելնումա $689,000, այո, մի քիչ խճճված է տունը, որտեղ անշուշտ ապրում են մեջը, it's հասկանալի է, չես կարող ես ամենը հանես, պետք հանես շատ գեղեցիկ մի բան է ելնում դուրսը։ Glendale 3.2 լվացարան 1400 square feet ունի մեծությունն է, $420 Homeowners Association-ը, $795,000 Glendale-ում, տեսնում մաքուր է, խոհանոցը լավ է, գետինները լավ է, լավ տեղում է, լավ թաղամասում է, it's a good home, արժեք ժամանակս կարճ կարողացնեմ։ Pasadena 2.2 լվացարան 1290 square feet ունի մեծությունն է, $796 Homeowners Association-ը, որտեղ Pasadena utility-ները բարձր է, ինշուրենսները բարձր է, ակին թանկություն կա $880,000 asking price։ Եվ ինչքան յունիտները փոքրանում է, fix cost-եր կա, որ այդ տարբերություն չանի 10 յունիտ է, դե ընդհանրը 50 յունիտ է։ Այդ fix cost-ը բաժանվում է, եթե յունիտները քիչ ուտա մի քիչ ավելի թանկանում է, քան թե յունիտները ավելի շատ են։ Pasadena նորեն 3.3 լվացարան 1600 square feet ունի մեծությունն է, բայց $240 Homeowners Association-ն է, $578 դրես շատ լավ արժեք է դրել Pasadena-ի համար, Washer Dryer Hookup Land-ներսնա, $925,000, մի խաբեք այս արժեքին, նայեք այս 578-ին, բայց ասպես լավ 925,000, ես կթամ տուն կառնեմ։ Ու 925,000 Pasadena-ում տուն չես կարող առնես, որ 1600 square feet-ա 3 bedroom, 3 bath-ա, կամ Glendale-ում, կամ Burbank-ում, այս տունը այս չափսով, այս պայմաններով ուզենաս առնես Glendale Burbank, ելնելու $1,700,000։ Dana Point 3.2 լվացարան հոյակապ քանդով, հոյակապ տեղա beach-ը, ասեն քայլելով կարող ես այդպես beach, $1221 Homeowners Association-ը, $60, I don't know, կարծեմ ստեղում typo error կա, ավել պետք է լինի $819 price per square feet, $1 million asking price։ Տուները հողով տուները նային կարակացնեմ, թահանգա, այս տունը հայնակը փոքր է, 865 square feet տուն է, շատ փոքր է, 5000 հողն է, որ շատ մեծ չի, հետևից, ոչ թե առաջից, հետևից կարող եք մեծացնեք մեկ քիչ, որ ասենք մեկ քիչ մեծանա, բայց հիմա 699-ը քանդոյի փող եք տալի, տես հետևի մասին է, այսի M1-ից նկարը, կարող եք հետևը մեծացնել կամ ADU սարքել մի հատ առաջ, մի հատ հետևը, բայց քանդոյի արժեքը Փքոյմա 3.2 լվացարան 1238 square feet ունի մեծությունն է, $7500 square feet հողամասի մեծությունն է, $750,000 հինա, բայց affordable price size, ինքը $750,000 այդ քանդոյի փող ես տալի, size ունես, հողը ունես, պետք է նորոգես անշուշտ մի մասը, եւ այդ համար you paying 750,000 քան թե ավել, հետեւ կարող ես ADU սարքես, եթե կուզես, որտեղ տեղը կա։ Silmar 3.2 լվացարան 1358 square feet, 8000 հողամասի մեծությունն է, $765,000։ Այսինքն 700-ների մեջ ու 600-ների մեջ ես հողով տուն եմ ձեզ ցույց տալի։ Շո մի ասեք չկա։ Այո, մի քիչ ցախ, մի քիչ աճ, կարող ես սկսես, հետո եսի չես սիրում ներքի պատերը, եթե չես սիրում գետինը փոխի։ Բայց նա moving condition-ը, տունը, recess light-երը, գետինները, bathroom-ները, there's nothing wrong with this house։ 765,000 եւ $563 դրել, ես չի որ ծրի արժանա դրել։ That's pretty much the price, going price։ 8000 square feet-ը հողամասի մեծությունն է։ Կարծեմ ժամանակս չի ներում, Silmar նորեն 3.2 լվացարան 1400 square feet տունի մեծությունն է, 7500 square feet հողամասի մեծությունն է, asking price $825,000, $587,
նորեն պայմանները եթե նայեք, Սիլմարում is not a bad properties։ Ներողություն, մի քիչ արագ եմ հետում։ Glendale 4.2 լվացարան 1600 square feet տունի մեծությունն է, 6800 square feet հողամասի մեծությունն է, $522 price per square feet, $848,000։ Glendale-ում պետք է շատ զգուշության մոտենակ, էսի անպայման շատ ավելի շատ կեթա, գոնե ոչինչ չետա, ես կարծում եմ, որ 1 միլիոնի կեթա, որտեղ ստա վրա եթե ավելացնես գոնե $100 per square feet-ը, որ էլ $620 մինիմումն եմ ասում, կենի $1 միլիոն, դե ոչ շատ ավելի կարող է էթա, so this is one of those։ Pasadena 4.2 լվացարան AD ունի one bedroom one bath պատրաստ 1700 ընդամեննա 7700 հողնա AD-ով պատրաստ Pasadena $2,269,000, որտեղ ամենը մեջն է։ Մի քիչ արագացնենք։ Ներողություն, 1,200,000 type-ը Grand Hills 3.2 լվացարան 1400 square feet տունի մեծությունն է, 19000 հողամասի մեծությունն է, փուլ էլ ունի $1,50,000 Grand Hills-ի golf course-ի մոտը շատ լավ location-ը, fantastic location։ Կարծեմ որ էլ չեմ կարող ցույց տալ փուլով տունել է։ Մատել նայենք ունենք, Winnet կա 3.3 լվացարան, AD-ը ունի one bedroom one bath 2399 square feet տունի մեծությունն է total-ը 8600 հողի մեծությունն է $1,150,000 Winnet կայում AD-ով $1,150,000 իսկ մեկ վարկյան չմտածես մասին, եթե կարող ես հետևից վարձ բերես one bedroom one bath-ի համար քեզի օգնի։ There's not even 1 minute։ Burbank 4.2 լվացարան 1300 square feet եւ 6700 հողամասն է $1,175,000։ Շատ ուրիշ լիստինգներ ունեն, կներեք որ ժամանակը չներա, մի քիչ շատ խոսացի մտա համար, բայց լիստինգներ շատ կան։ Հիմա սպասում եք Կիրակի օրերը ձեզի ցույց տամ, կարող եք հեռացանեք, ես ձեզի օրական ամեն օր ձեր ուզած տուները ձեզի ուղարկեմ, որ պետք է չունեք սպասեք միշտ Կիրակի օրը, եթե email ունեք, email-ով հեռացանեք, ուղարկենք եւ հետո դա վրա կշարունակենք։ Մնացեք մեր հետ, ձեր հետ կմոտենամ անշուշտ պարոն Վրեժի ծրագիրում մոտենալու եմ եւ Glendale-ի խորհրդի անդամի մասին, տեխնացուության մասին ձեզի նորեն հարցերը տալու եմ, որ ինչ խնդիրներ կա եւ ինչ լուծումներ կա, մի խափվեք ստախոսության, չեմ ուզում սխալ խոսության, սխալ, ոչ թե ստախոսության, սխալ խոսակցություններով, որ սխալ խոստումներով ձեզի չտան սխալ խոստումներ, ճիշտը պետք է ճիշտ լինի։ Շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, տեսություն։ For 43 years, Glendale has been my home. My name is Ronnie Grieben, and I'm honored to announce my candidacy for Glendale City Council. I grew up here. I went to Hoover High School. I built my business here for more than 34 years. I have helped thousands of Glendale homeowners and business owners with their financial needs. For over 20 years, I have served our community through local organization and city leadership. I am proud to serve as a city commissioner and spend 8 years on the CDBG committee, helping secure millions of dollars for the local nonprofits. I have also had the privilege to serving on the Glendale Police Foundation, supporting vital public safety programs, especially our K-9 unit. And now I'm ready to take Glendale to the next level. We must protect what makes this city strong, public safety, fiscal responsibility, and our core values. Our families deserve safer streets and safer neighborhoods. I will maintain Glendale high public safety standards and crack down on the reckless driving and speeding by using modern technology. We must also balance our city budget without raising taxes or utility rates. I will work to bring new revenue to Glendale through innovation, partnership, and smart planning. I will fight to subsidize alternative solutions to residents and businesses to help lower utility costs. I will also streamline building and safety approval to eliminate unnecessary delay. By partnering with responsible developers, we can create better, more affordable housing because affordability should not be out of reach. I love this city and I'm ready to serve it at the highest level. Join me and together let's build a safer, stronger, more affordable Glendale. Vote Ronnie Grieben for Glendale City Council.
Glendale.